Լևոն Սարգիսովի հետ, շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ։ Լևոն, մինչ այս պահը ինչ իրավիճակ է, խնդրեմ մի փոքր ներկայացնեք, որովհետև առավոտվանից գնում է դատական գործընթացը, կալանքը, Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել եւ ինչպես այսօր առավոտյան փաստաբաններից Արամ Վարդևանյանը ասաց, սա բռնապետության նշան է ուղղակի, երբ որ կալանքը անընդհատ երկարացվում է երկրում կոնկրետ Սամվել Կարապետյանի հետ կապված։ Ձեր գնահատականը այս պահին ես տեսնում եմ բազմաթիվ մարդիկ են հավաքված հակակոռուպցիոն դատարանի շուրջ, ինչ է մինչ այս պահը տեղի ունեցել, որոշակի ինֆորմացիա տվեք խնդրեմ։ Տեսեք, առավոտյան ժամը 10-ից ընթանում է դատական նիստը, քիչ առաջ փաստաբաները ընդմիջում էր հայտարարված եւ եւս միջան եւ տեղեկատվություն տվեցին։ Տեսեք, իրավաբանության մասին ես առավոտյան էլ ասացի, խոսք չկա առհասարակ եւ կարծում եմ սխալ կլինի նույնիսկ խոսալ, ինչու, որովհետեւ թե մենք խոսում ենք իրավաբանությունից, ապա պետք է շեշտադրենք, որ իրավական process է տեղի ունենում, այնինչ այն լրիվ քաղաքական է, որովհետև հիշեցնեմ, ամեն ինչ սկսեց ընդամենը 37 վայրկյանոց հարցազրույցից, որտեղ որ Սամվել Կարապետյանը մեկ արտահայտություն, մեր ձևով արտահայտության համար կալանավորվեց, արդեն 5 ամիս է գտնվում է կալանքի տակ, այսօր քննվում է եւս երկարաձգման միջնորդությունը։ Միևնույն ժամանակ չմոռանանք, որ նաեւ այստեղ բացի խոսքի ազատությունից մենք խոսում ենք սեփականության իրավունքի մասին, որովհետև եւ այսօր հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը եւս որոշում կայացրեց, որպեսզի հեծը զրկվի սեփականության իրավունքից Սամվել Կարապետյանի եւ ըստ էության խլվեց, որովհետև կրկին անգամ իրավական գործընթացի մասին խոսք անգամ չկա։ Սա շղթա է մի քաղաքական հետապնդման։ Սակայն լավ նորությունը քաղաքացիների, կարծում եմ հայրենակիցների նրանում է, որ Սամվել Կարապետյանը ներկայացնում է յուրահատուկ եւ բացառիկ հայի օրինակ, որը որ իր սկզբունքների եւ իր նպատակների համար պատրաստ է գնալ զրկանքների եւ հիշեք առանձնատնից դուրս գալուց երբ որ նա ասաց ես դկացում եմ Եվրեցի եւ Սամինի վրա նա հենց դա նկատում է որ որևիցե գործարքի նա չի գնալու, որևիցե պայմանավորվածության նա չի գնալու եւ կանգ է առնելու հենց եկեղեցու պաշտպանության համար։ Այսինքն հեծը խլվեց, որպեսզի նրանց ստիպեն գնալ այդպես զիջումների, կարող ենք ասել։ Տեսեք, հեծի գործընթացը հետ համագործակցության բուծեր, այսպեսի ակնկալիքներ ունի նման ակնկալիքներ, դուք ինչ եք նկատում այս իշխանությունը։ Հեծի գործընթացը կարող է հետապնդել մի քանի նպատակ։ Դա կարող է լինել եւ ներպետական, ինչպես դուք նշեցիք, այո, որպես գործարքի առարկա դառնալ, տեսեք, մենք այստեղ զիջենք, դուք այնտեղ հետ քայլ կատարեք, սակայն այս հարցը կարծում եմ փակված է եւ չի կարող այստեղ նույնիսկ խոսակցություն լինել։ Չմոռանանք նաեւ որ հետը շատ մեծ կառույց է եւ մենք տեսնում ենք որ հետեւականորեն ժամանակավոր կառավարիչը սկսում է այդ անհաջողակ հաջողությունների չհասած քաղաքապետ չդարձած, չգիտեմ, քաղաքական գործիչ չդարձած անձանց ԿՊ-ից նշանակել տարբեր պաշտոնների։ Իդեպ սա էլ պետք է շեշտադրել, որ Սամվել Կարապետյանի միջոցներից օգտվելով նրանք նաև եւս աշխատավարձներ են ստանում եւ մեծ կառույց է ի վերջո, որը վերածվում է ԿՊ-ի հերթական մասնաճյուղի։ Սա է նպատակը եւ մենք բազմիցս նշել ենք, որ սակագին պետք է վերանայվի, այլ գործընթացներ տեղ ունենան, սակայն անհասկանալի պատճառներով դա տեղի չի ունենում, ինչը վկայում է եւս նրա մասին, որ միգուցե այս իշխանությունը փորձելու է այն օգտագործել տրություններից առաջ, որպեսզի իրեն վերագրի այդ դիվիդենդները։ Բացի դրանից չմոռանանք նաեւ աշխարհակաղակական այս կեղծ խաղաղության օրակարգի ներքո կարծում եմ, որ կարելի է ենթադրել, որ սպասարկում ենք նաեւ օտար երկրների օրակարգերը, այս տնային աշխատանքը։ Մենք լրջագույն հասկանում եք ազգային անվտանգության ինստիտուտները փորձում ենք հանձնել այլ երկրների ներկայացուցիչների։ Արդեն խոսակցություններ կան։ Արդեն Թուրքիայի, ադրբեջանական ընկերությունների մասին է խոսվում։ Խոսվում է, այո, արդեն ասեկոսները կան, ինչպես գիտենք, ըստ լուրերի նաև հանդիպում է գործնական տեղ ունեցել էներգետիկ ոլորտի, թուրքական ընկերությունների հետ։ Բնականաբար մենք ծորենից խոսացինք, որը որ գալիս է Ադրբեջանի տարածքով, մենք խոսանքի մասին ենք, էներգետիկ համակարգի մասին ենք խոսում, կարող ենք շարունակել տրամաբանորեն
գազինել ենք հասնելու եւ այլն եւ Սա ինչ է այլն։ նշանակում ազգային բարերարից խլվում է, տրվում է թշնամական պետության, ինչ որ մի ընկերության, մենք այս եւ դա ռազմավարական օբյեկտի մասին է էլի խոսքը։ Տեսեք, ես դա եմ ուզում, մեր ազգային անվտանգության ինստիտուտների մասին է խոսքը, բանակի մասին է, տարածքների մասին է, նույն էներգետիկ ենթակառուցվածքների մասին է, դա եկեղեցու մասին է, ազգային ինքնության մասին է, սա հետևողական քայլեր են, որոնք որ մենք տրամաբանորեն կարող ենք, այսպես ասած, հետևել։ Դրա համար կարծում եմ այո, մենք ցավոք սրտի այսօր կարող ենք ենթադրել, որ սպասարկում ենք օտարերկրյա շահերը։ Եվ ուրեմն դա գիտակցելով ինչ ենք անում։ Մեր ձևովը արդեն 8000 անդամ ունի, այսօր նաև այդ մասին դուրը տարածվում է, դա նշանակում է մեր ձևովը ընկալվում է ժողովրդի կողմից, հա շարժումը ժողովրդական, ինչ պիտի ակնկալենք մենք մեր ձևովից։ Տեսեք, մեր ձևով շարժումը մնում է հավատարիմ իր նպատակների, ինչպես հայտարարվել է, սա ժողովրդական շարժում է, որ գլխավոր նպատակն է համախմբել է ժողովրդին, որովհետև այսօր ժողովուրդը ցավոք սրտի մենք տեսնում ենք ինչքան է տարանջատված մեկը մյուսից, հա, պիտակավորված, տարանջատված եւ կարծում եմ նաեւ հետագա քաղաքական process-ները, որոնք որ տեղի են ունենում, որովհետև քաղաքական հայտարարության ներկայացվել է եւ այս փուլում աշխատանքներ են տարվում, եւ վերջին ընտրություններն էլ շաբաթում վկայում են նրա մասին, որ ժողովուրդը ցավոք սրտի այլընտրանքային ուժ այսօր չի տեսնում, որին կարող է վստահել։ Եվ ես կարող եմ ենթադրել եւ վստահություն հայտնել, որ մեր ձևովը հանդիսանալու է հենց այն երրորդ ուժը, որը կհամախմբի ժողովրդին եւ կստանա վերջինիս վստահություն։